Ասֆալտի վրա ձյուն, սառույց մարտից թեժացած արևը գրեթե չի թողել։ Միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ձմռանն ավելացած փոսերն ու վարորդին նյարդայնացնող ծածկի մյուս դեֆեկտները հաշվառելու նպատակով դեպարտամենտի մասնագետները փետրվարից մարզային այցեր են սկսել։ Թիրախում այն ճանապարհահատվածներն են, որտեղ կապիտալ նորոգման կարիք չկա, բայց եւ փոսալցումն էլ հարթ չի լուծի։ Ուսումնասիրության հերթական կանգառը վայքի ուղղությամբ է աշխատանքային հավատարիմ գործիքը, ասֆալտի լայնությունը, չափողանիվը։ Նախնական լաբորատոր հետազոտությունով եւ ակնադիտական ուսումնասիրությամբ գնահատվելով ճանապարհի վիճակը, այս պահին կատարում ենք միջին նորոգման աշխատանքները թերությունների ակտ կազմելու համար, որից հետո կազմակերպի շինարարությունը։ Շինարարությունից առաջ եզրակացություն, հայտ, մրցույթ մի քանի փուլ կա, որպեսզի բուն ճանապարհաշինական աշխատանքները չուշանան, Վայոց ձոր իջնելուց առաջ դեպարտամենտի միջին նորոգման ծրագրերի թիմը հասցրել Տավուշ լոռի ասֆալտի վիճակը մի քանի ուղղությամբ գնահատել, թերությունների ակտն արդեն կազմել է։ Մասնագիտական նման վերլուծության հիման վրա է որոշվում, հիմքը պահելով, այսպես ասած, երկարաձգել տվյալ ճանապարհի կյանքը, բացատրում է դեպարտամենտի ղեկավարը։ Դա այն ճանապարհային հատվածներն են, որտեղ հիմքի խնդիրներ չունենք, այսինքն չունենք ճաքեր, չունենք նստվածքներ, միայն դրա համար նախատեսվում է հին շերտը, մաշվածաշերտը հանել եւ նոր շերտը տեղադրել, որը մի քանի անգամ ավելի էժան է, երկարացնում ենք ճանապարհի կյանքը, այսպես ասած, մինչեւ 10 տարի նայած ճանապարհի երթևեկության ինտենսիվությունից։ Ըստ Զոհրաբյանի, միջին նորոգման համար երկրում այս տարի առանձնացված 10-ից ավելի հատվածների 4-ում չափագրող խմբերն արդեն եղել են։ Իդեպ միջին նորոգում արվում է հիմնականում մայրուղիների վրա։ Ամուր հիմքը պահում են, մնացած ամեն ինչը նորացնում։ Թարմ ասֆալտի սպասող մեքենատերերին վստահեցնում են մասնագետները։ Ասֆալտապատումը սենց տենց ասֆալտապատվելու է։ Ուղղակի, որ հիմքի խնդիր չկա, փոխվելու է ասֆալտի մաշված շերտը, կատարվելու են փոսային աշխատանքներ եւ ընդհանուր հարթեցման աշխատանքներ ու վերջնական կատարվելու ասֆալտապատման աշխատանքներ եւ գծանշում։ Որքան է էժան ստացվում միջին նորոգումը կապիտալ ճանապարհաշինությունից, գումարային համեմատություն դժվար է անել։ Կախված է երթևեկելի գոտիների լայնությունից, մշակման աշխատանքի ծավալներից, ասֆալտի շերտի հաստությունից, ասում են դեպարտամենտում։ Հրապարակում վիճակագրությունը 2024-ին երկրում 123 կիլոմետր ճանապարհ է միջին նորոգման ենթարկվել։ Այս տարի նախատեսված է 150-ից 160 կիլոմետր։ Հերմինե Բաղդասարյան, Լիպարի Տասատրյան, Հովանես Քյոսեյան եւ Մեհեր Կիրակոսյան լուրեր։